Փառք քեզ Հիսուս, հալելույա քեզ, հալելույա մեր Տեր, ամեն ժամանակը մեծարեք։ Աստված մեզ է, նա է միշտ հաղթում, նա առաջնորդում է, մեզ պատերազմում, մենք ամուր կանգնած ենք, մենք չենք սասանվի, դու այստեղ ես Տեր։ Նա վերցրեց մեր բեռը և ամոթը մեր, հաղթանակը նրան է, Տերը մեր հաղթեց, մենք ամուր կանգնած ենք, մենք չենք սասանվի, այստեղ ես Հիսուս, ես կապրեմ, չեմ մահանա, քո հարության, զորության, իմ մեջ է այն, ազատ եմ ես, Տեր քեզանով, ես կապրեմ, չեմ մահանա, Տեր մեծարում եմ քեզ հիմա, այդ մեզ է, նա է միշտ հաղթում, նա առաջնորդում է, մեզ պատերազմում, մենք ամուր կանգնած ենք, մենք չենք սասանվի, դու այստեղ ես Տեր։ Նա վերցրեց մեր բեռը և ամոթը մեր, հաղթանակը նրան է, Տերը մեր հաղթեց, մենք ամուր կանգնած ենք, մենք չենք սասանվի, այստեղ ես Հիսուս, ես կապրեմ, չեմ մահանա, քո հարության, զորության, իմ մեջ է այն, ազատ եմ ես, Տեր քեզանով, ես կապրեմ, չեմ մահանա, Տեր մեծարում եմ քեզ հիմա, այդ ապավենը, դու ես մեր ժայրը հավատքի, հալելույա։ Մեր Աստված մեզ է, նրա պատերազմում է, նրա հարկայություն
Ես Տեր Հիսուս իմ կյանքերուս Հալելույա Հիսուս Հարավորում ենք քեզ մեծարում ենք քեզ մեր Տեր շնորհակալ ենք Հիսուս կատարյալ հաղթանակի համար Հալելույա ամեն Դժվար պահի դու հույսնեսի ապավենես դու իմ սրտի հավատարիմ ես իմ Տեր հավիտյան երբ փոթորիկ է շուրջը Գիտեմ կանգնած ես դու իմ կողքին Իմ հովիվն ես որին վստահում եմ ես Եվ ցերեկ, և գիշեր Դու պահպանում ես ինձ իմ սեր Տեր դու ինձ հետ ես ամենում Հիսուս երբեք դու չես փոխվում Նույն ես իմ Տեր և երեկ և այսօր և հավիտյան Խոստումներով եմ ես ապրում Իմ ապագան է քո ձեռքում Իմ ամուր ժայռ ո մեծ Աստված պատվում է քեզ Իմ ամուր ժայռ ո մեծ Աստված պատվում է քեզ Հալելույա Հալելույա Հիսուս Դու ես մեր ամուր ժայռը Դու ես մեր Տերը, մեր Աստվածը, մեր ապավենը Շնորհակալ ենք Հիսուս Քո բոլոր խոստումների մեջ դու ամեն ժամանակ հավատարիմ ես Դժվար պահի դու հույսնեսի ապավեն ես դու իմ սրտի Հավատարիմ ես իմ Տեր հավիտյան Երբ փոթորիկ է շուրջը Գիտեմ կանգնած ես դու իմ կողքին Իմ հովիվն ես որին վստահում եմ ես Եվ ցերեկ, և գիշեր Դու պահպանում ես ինձ իմ սեր Տեր դու ինձ հետ ես ամենում Հիսուս երբեք դու չես փոխվում Նույն ես իմ Տեր և երեկ և այսօր և հավիտյան Խոստումներով եմ ես ապրում Իմ ապագան է քո ձեռքում Իմ ամուր ժայռ ո մեծ Աստված պատվում է քեզ Իմ ամուր ժայռ ո մեծ Աստված պատվում է քեզ Իմ ամուր ժայռ ո մեծ Աստված պատվում է քեզ
մեր Տեր, շնորհակալ ենք Հիսուս, շնորհակալ ենք մեր Տեր, հալելույա, հալելույա մեր Աստված, արժանի ես դու ողջ փառքերին, շնորհակալ ենք, ամեն, փառք Հիսուսին, ամեն, եկեք հզոր ծափարենք մեր Տիրոջը, հալելույա, այդքան քաղցր ներկայություն է այս վայրում, ամեն, հալելույա, փառք մեր Հիսուսին, քո արջեր, խոնարհված կանգնած եմ ես, քո շնորհքով ծածկված և ազատ, Տեր քեզ մոտ, մեղավոր եկա և դու, ծածկեցիր ինձ քո ներված եմ և կարող եմ ներել քո առջև
Շնորհքը ինձ գտավ ինչպես կա Ապահով քո ձեռքերում թող մնա Մեծ ես դու Մեծ ես դու Մեծ ես դու Արքիդ ներկայության մեջ Փոխեցիր իմ սիրտը ով իմ Տեր Հալելույա Հիսուս Ողորմած Տեր Ես կանգնած եմ քո առջև Տեսնում եմ քո երեսը Լույսը քո փառքի Քո գահին լսվում են ձայները երկնային Տեսնում եմ քո երեսը Լույսը քո փառքի Քո գահից լսվում են ձայները երկնային Քո ներկայության մեջ ով իմ Տեր Խոնարհվել են երեցները սուրբ Եվ երկրպագում են քեզ իմ Տեր Հրեշտակներ անդադար Եվ քո գահի առջև կանգնած Քեզ երգում են Սուրբ Աստված Քո գահի առջև կանգնած Քեզ երգում են Սուրբ Աստված Սուրբ ես, Սուրբ ես Ամենակալ Տեր Սուրբ ես, Սուրբ ես Ամենակալ Տեր Սուրբ ես իմ Աստված Սուրբ ես Տեր Սուրբ ես իմ Աստված Սուրբ ես Տեր Ամենակալ Տեր Դու միակն ես Դու միակ Աստված ես Տերին Դու Եսուս Դու միակ Աստված ես Տերին միակ Դու Եսուս Սուրբ ես
ամենակալ Տեր Սուրբ ես իմ Աստված Սուրբ ես Տեր ամենակալ Դու միակն ես միակ Աստված ես Տերին միայն դու Եսուս Դու միակ Աստված ես Տերին միայն դու Եսուս Սուրբ ես ամենակալ Տեր Սուրբ ես ամենակալ Տեր Սուրբ ես իմ Աստված Սուրբ ես Տեր ամենակալ Սուրբ ես իմ Աստված Սուրբ Այո Տեր, դու սուրբ ես, դու ամենակալ ես Տեր, մենք հիմա գալիս ենք քո սուրբ գահի առաջ, մտնում ենք քո սուրբ ներկայության մեջ, օրհնում ենք քո սուրբ ու պատվական անունը Հիսուս, դու արժան ես Տեր, դու արժան ես, մենք գոհանում ենք քեզանից քո կատարածի համար, գոհանում ենք խաչի զոհի համար, գոհանում ենք Գողգոթայի համար, գոհանում ենք, որ դու քո կամքով գնացիր խաչ Տեր, ու մեզ տվեցիր կյանք ավելիով։ Շնորհակալ եմ Տեր այդ կյանքի համար, այդ կյանքի խոսքերի համար, որ հիմա մեր մեջ իրապես կյանք ա բերում, իրապես սեր ա բերում, լույս ա բերում, խաղաղություն ա բերում։ Տեր շրջիր Սուրբ Հոգի, շրջիր այստեղ, կպիր յուրաքանչյուրին, ով ինչի կարիք ունի Տեր, հպվիր իրանց սրտերին, իրանց այն նուրբ լարերին Տեր, թող զգան քո ներկայությունը, վայելեն քո ներկայությունն ու սերը Հիսուս։ Ու մենք բոլորս միաբան ողջ փառքը կտանք Հորը, Որդուն ու Սուրբ Հոգուն, փառավորվես իմ Աստված։ Փառավորվես Տեր, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Տեր։ Սիրելիներս, մեկնեք ձեր ձեռքերը այս բոլոր կարիքների համար։ Ու ես հավատում եմ, որ դուք ինչ գրել եք, գիտեմ, որ հավատքով կառնեք ու մի օր կվկայեք։ Տեր, ահա այն կարիքները, որ քո ժողովուրդը գրել է։ Ով էլ չի գրել, թող սրտի մեջ պահի, չի հասրե գրի։ Միևնույնն է, Տերը ամենուր է, Տերը ձեր սրտի մեջ այնքը լսում է։ Թանկագին Հայր, բերում եմ այս կարիքները քո սուրբ ձեռքերի մեջ։ Ու ես հավատում եմ Տեր ու վստահում եմ քո խոսքին, որ դու կարիք լսող ու կատարող Աստված ես Տեր, ով ունի բժշկության կարիք, ես ասում եմ, Քրիստոսին մեռելներից հարություն տվողի հոգին ձեր մեջ է, ու Քրիստոսին մեռելներից հարություն տվողը անկալունակ է դարձրել ձեր ամեն մի միտքը, սիրտը, բոլոր հիվանդությունների հանդեպ։ Տեր իմ Աստվածս, փառք ես Տեր, շնորհակալ ենք։ Դու վերցրեցիր մեղքի զորությունը, խաչ Տեր, դու վերցրեցիր հիվանդությունները, դու վերցրեցիր աղքատությունը, Տեր, որ մենք հարուստ լինենք քո խոսքի մեջ, Տեր։ Շնորհակալ եմ, որ հաշտեցրիր մեզ, Տեր իմ Աստված, մարդ մարդու հետ, ու դու այսօր գահակալած ես Հիսուս հոր խաչին, ու փառավորում ես Տեր, մենք էլ քո մեջ ենք փառավորվում, օրհնյալ է քո սուրբ անունը, փառավորվես ու մեծարվես, ալելույա, ամեն։ Սիրելիներս, շնորհակալ եմ Աստծուն ձեր համար, նստեք Տիրոջ սուրբ ներկայության մեջ, շնորհակալ եմ այս երկնքի արքայության համար,
որ մենք այսպես վայելում ենք։ Տենց է չէ ժողովուրդ ջան։ Ալելույա։ Փառ Տիրոջը։ Ասեք խնդրեմ, ուրախ եք դուք։ Մենք որտեղ ենք ուրախ։ Տիրոջ տան մեջ ենք ուրախ։ Մենք Տիրոջ տան մեջ ենք ուրախ։ Մենք Տիրոջ ներկայության մեջ ենք ուրախ։ Տիրոջ ներկայության մեջ ենք վայելում, ազատագրվում, բժշկվում, հոգսերից ազատագրվում։ Տեր ջան, փառք քեզ քո ժողովրդի համար, որ հիմա այսպես նստած վայելում են քո սուրբ ներկայությունը։ Նույնիսկ դուք չեք պատկերացնի այդ ներկայության մեջ ինչեր է կատարվում։ Այդ պահին չեք զգա, բայց հետո կզգաք, որ Աստված վեր առնը մեր բոլոր հոգսերը։ Փառք Աստծուն, շնորհակալ եմ Տիրոջը, շնորհակալ եմ իր սուրբ ներկայության համար։ Ինչքան շփվում ենք Տիրոջ խոսքի հետ, այնքան մեզ բացվում է այն գաղտնիքները, որ Տերը ունի մեզ ասելու։ Ամեն բնակավարում։ Սիրելիներ ջան, հիմա ինձ արտոնված է նորից, որ խոսեմ զոհաբերության խոսք, փառք եմ տալիս Աստծուն հովներիս համար, որ նորից արտոնեցին, խոսեմ, կիսվեմ ձեր հետ, բաժնեկցեմ Տիրոջ խոսքը, որը միշտ ամեն ժամանակ կարիք կա խոսելու, ասելու, որ ինքը գա ու մխրճվի մեր սրտի ու մտքի մեջ ու մեզ կյանքով լցնի, որովհետև խոսքը կյանք է, խոսքը Հիսուսն է, խոսքը արարիչն է, փրկիչն է, մեր Աստվածն է, փառ Տիրոջը։ Ուրեմն գիտենք, որ խոսքից, որ Հիսուսը միշտ առակներով է խոսել մեր հետ շատ տեղեր, ու այս առակը հիմա որ ես կընթերցեմ, սա մի քանի տարի առաջ մեկ անգամ եւս ծառայության ժամանակ խոսել եմ։ Փառք Աստծուն ամեն բանի համար, ուզում եմ նորից այս առակով կիսվեմ ձեր հետ, շատ հետաքրքիր է ու ինձ թվում է, որ յուրաքանչյուրը մեկ անգամ եւս կմտածեք, ճիշտ առակա, բայց առակի մեջ է ճշմարտությունը, շատ բաներ կա, որ իրոք մենք պետքա գտնենք այդտեղ ճշմարտությունը, ինչ է ուզում ասի առակը մեր սրտերին։ Փառք Աստծուն։ Ուրեմն շատ տարիներ առաջ Սատանան որոշեց գլուխ գովել եւ հույս դրեց իր զինանոցի բոլոր զենքերը։ Նա դրանք զգուշորեն տեղադրեց ապակե ցուցափեղկում եւ ամրացրեց դրանց վրա պիտակներ, նշելով, թե որը ինչ արժե։ Ինչ հավաքածու էր դա։ Այստեղ էր գտնվում նախանձի ոսկե դանակը, չարության մուրճը եւ ժլատության թակարդը։ Փայտիկների վրա գեղեցիկ ձևով շարված են նաեւ վախի, գոռոզության, ատելության բոլոր զենքերը։ Դրանք բոլորը դրված էին գեղեցիկ բարձերի վրա եւ հիացնում էին դրանք բոլոր դժողքի այցելուներին։ Իսկ ամենահեռու դարակի վրա դրված էր փոքրիկ, ուշադրություն չգրավող եւ բավականաչափ մաշված փայտե մի սեփ, որի վրա ամրացած էր հուսահատության պիտակը։ Շատ ուշադիր լսեք, հուսահատության պիտակը, որի միջով շատերս ենք անցնում։ Ի զարմանս բոլորի նրա արժեքը ավելի մեծ էր, քան բոլոր մնացած զենքերի արժեքը միասին վերցրած։ Այն հարցին, թե ինչու է Սատանան այդ զենքը մնացածից ավելի գնահատում, նա պատասխանեց. Սա միակ զենքն է իմ զինանոցում, որի վրա ես կարող եմ հույս դնել, եթե մնացած զենքերը իրենց չարդարացնեն։ Ու նա քնքշորեն շոյեց փայտե սեփը եւ շարունակեց. Եթե ինձ հաջողվի այն մտցնել մարդու գլխի մեջ, նա կբացի մնացած դռները բոլոր զենքերի առաջ։ Այնպես որ, սիրելիներ ջան, երբեք մի հուսատվեք, քանզի ձեր ճանապարհին ինչ որտեղ միշտ մի լուսավոր կետ կա, որ դառնալու է ձեր կյանքի մասը, եւ դա կյանքի խոսքն է, Աստվածաշունչը, որը փառահեղ հաղթանակ տարավ խաչի վրա եւ հաղթեց չարին։ Փառք Աստծուն։ Պին բռնենք խոսքը,
ու երբեք չհուսահատվենք, քանի որ բոլորիս համար լավ օրերը դեռ առջևում են։ Մենք չենք խաբնվի, մեր միտքը Հիսուսի միտքն է, մեր սիրտը Հիսուսի սիրտն է։ Դրեք ձեր գլխին, ձեր սրտին, իրոք ձեր ձեռքերու ասեք, ես Հիսուսի միտքը ունեմ, ես Հիսուսի սիրտը ունեմ, սատանա, դու պարտված ես, քո զենքերով հանդերձ։ Այո, գալիս է ժամանակ, իրոք կանգնում ենք հուսահատության առաջ, բոլորս էլ անցնում ենք անապատներ, վերջում իմ հետ էլ այդպիսի մի բան կատարվավ ու մի քանի բան վրա, բայց ինչ պետք է անենք, կանգնենք, փառաբանենք Տիրոջը, օրնենք իր սուրբ անունը ու այդ ժամանակ հաղթանակ կտանենք, այլապես իրավիճակները գալիս են ուզում են քեզ ջնջեն մեր մտքերի մեջ, փառավորվի Տեր ամեն ժամանակ, ու սիրելիներ ջան, Աստծո խոսքը միշտ էլ խոսք ունի մեզ ասելու, նաև հիմա ես ուզում եմ խոսեմ զոհաբերության ու միշտ հարցակումներ կա այդ ֆինանսների վրա, բայց մենք երբեք ու երբեք չենք լսում այն մտքերը, որ գալիս է մեզ, որը Աստծուց չի։ Մենք միշտ խոսքին հավատում ենք, խոսքին վստահում ենք, խոսքին հնազանդվում ենք ու հավատարմորեն կատարում ենք Տիրոջ խոսքը։ Փառք Աստծուն։ Մենք հակառակ ենք կանգնում չարի բոլոր հնարքներին։ Շնորհակալ եմ Աստծուն ամեն բանի համար, սիրելիներ ջան, ու մի հատ խոսք կիսվեմ ու արդեն ուրեմն եւ ամեն հոժարասիրտ եղողը եւ ամեն բոլոր հոգով կամեցողը եկան եւ ժողովրդի խորանի գործի համար եւ նրա բոլոր պաշտոնի համար եւ սուրբ զգեստների համար Եհովային ընծաբերին։ Ուրեմն սա կարդում եմ Ելից 35-21-22 խոսքերը։ Եվ եկան մարդիկ եւ կանայք եւ ամեն ով որ սրտով կամեցող կար եւ բերին գինդեր եւ օղեր եւ մատանիներ եւ կշտաբանակներ եւ ամեն տեսակի զարդեր եւ ամեն ով որ ոսկի ընծայեց Եհովային։ Ամեն Փառք Աստծուն, ինչ կամեցողություն է, ով ինչ ուներ, ինչ սրտով անցավ, բերեց ու ընծայեց, ինչ դրվել է սրտից, սիրելիս, ամենակարևորը սրտի հոժարությունն է, մեծ սիրով, մեծ հավատքով, որ Աստված տեսնում է, Աստված գիտի, Աստված լսում է, եւ երկրորդ Կորինթացիս 9:7 խոսքի մեջ Աստված ասում է. Եվ ամեն մեկը, ինչպես որ սրտի հոժարություն կա, ոչ թե տրտմությունով, որովհետև Աստված սիրում է ուրախ տվողին։ Փառք Աստծուն, ուրախ եղեք ամեն ժամանակ, սիրելիներ ջան, ու մեր Տերը թող փառավորվի յուրաքանչյուրիս մեջ։ Ալելույա, ամեն։ Մեծ է մեր Տերը, զորավոր է, փառք Տիրոջը։ Ամեն, ամեն։ Հալելույա, փառք Տիրոջը։ Եկեք մեր ամբողջ ուշադրությունը ուղղենք Տիրոջ վրա։ Ամեն, բոլոր փառքերը նրան։ Շնորհակալ ենք մեր Աստված, որ օրհնում ես, տանում ես փառքից փառք, հավատքից հավատ, լցնում ես քո ուրախությունով, արդարությունով, խաղաղությունով։ Շնորհակալ ենք Տեր։ Հալելույա։ Եկել եմ սրբությանը սրբոցը, եկել եմ քո որդու անունով, եկել եմ պատվելու իմ Տիրոջը, եկել եմ լցվելու քո փառքով, եկել եմ սրբության սրբոցը, եկել եմ քո որդու արյունով, եկել եմ պատվելու իմ Տիրոջը,
լցվելու քո փառքով հայր սիրում եմ քեզ պատմում եմ քեզ հայր սիրում եմ քեզ պատմում եմ քեզ քո անունը սուրբ է սուրբ է քո անունը սուրբ է սուրբ է եկել եմ սրբության սրբոցը եկել եմ որդու արյունով եկել եմ պատվելու իմ Տիրոջը եկել եմ լցվելու քո փառքով եկել եմ սրբության սրբոցը եկել եմ որդու արյունով եկել եմ պատվելու իմ Տիրոջը եկել եմ լցվելու քո փառքով հայր սիրում եմ քեզ պատմում եմ քեզ հայր սիրում եմ քեզ պատմում եմ քեզ քո անունը սուրբ է սուրբ է 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 եկել եմ սրբության սրբոցը եկել եմ քո որդու արյունով եկել եմ պատվելու իմ Տիրոջը եկել եմ լցվելու քո փառքով եկել եմ սրբության սրբոցը եկել եմ քո որդու արյունով եկել եմ պատվելու իմ Տիրոջը եկել եմ լցվելու քո փառքով հայր սիրում եմ քեզ պատմում եմ քեզ հայր սիրում եմ քեզ պատմում եմ
փառավոր Աստված, մենք խոնարհվում ենք քո սուրբ անունի համար։ Քո սուրբ անունի առաջ քո ժողովրդին այստեղ հավաքվել է Տեր, խոնարհվելու քեզ եւ ասելու, որ դու սուրբ ես, օրհնյալ Տեր։ Խոնարհվում ենք, սիրում ենք քեզ, փառավորում ենք քեզ, օրհնում ենք քեզ։ Հալելույա, փառավոր Հայր։ Շնորհակալ ենք քո որդու եւ մեր Տեր Քրիստոսի համար։ Շնորհակալ ենք քո ողորմության, քո սիրո համար։ Շնորհակալ ենք քո սուրբ հոգու համար, որ քո հոգին սփռել ես քո ժողովրդի մեջ, Տեր ջան, որպես գրավ փրկության օրվա համար։ Շնորհակալ ենք, որ մեր մեջ դրել ես քո սերը, քո խաղաղությունը։ Շնորհակալ ենք, որ մեզ հավատք ես տվել, Տեր, որ մենք հավատանք քո սուրբ անունին, փառք, պատիվ ու գոհություն քեզ։ Եվ այսօր նորից որպես մեր քահանայապետի մենք աղոթում ենք, Տեր, որ երկնքից քո սուրբ արյունը սրսկես քո եկեղեցու ամեն մի անդամի շնչի, մարմնի եւ հոգու վրա եւ սրբես ամեն մեկին ամեն մեղքերից եւ անօրենություններից եւ ամեն չարիքից։ Մենք ամեն մեկիս մեջ այսօր սուրբ սիրտ, ուղիղ հոգի նորոգես, որպեսզի ամեն մեկը միշտ քեզ հավատան եւ սիրեն։ Ամեն օր ու ամեն վայրկյան ամեն մեկս Աստծո վախով լցված լինենք, որովհետև քո մտերմությունը քեզանից վախեցողների հետ է, իսկ մենք ուզում ենք քեզ հետ ունենալ փոխհարաբերություն, մտերմություն, փառավոր Աստված, օծիր մեզ, որպեսզի մենք հետևենք նաև մեր անձերի սրբությանը եւ արդարությանը եւ խաղաղությանը եւ ողորմածությանը, փառավոր Աստված, հալելույա, օլեբրադաշակեդրո, փառք ու պատիվ քեզ, ամեն։ Փառք մեր Հիսուսին, Տերը օրհնի, սիրելիներ ջան, Աստված ձեզ շատ օրհնի, նստեք Տիրոջ ներկայության մեջ, շատ օրհնյալ է, չէ, Տիրոջ ներկայության մեջ, ամբողջ հոգով երկրպագել, երգել, եւ քո հոգին է լցվում ուրախությամբ, խաղաղությամբ, որովհետեւ մենք ստեղծված ենք հենց դրա համար։ Հիշում եք, Աստված երբ որոշեց մարդ ստեղծել, Ծննդոց գրքում եւ ասեց եկեք մեր նմանության եւ մեր պատկերի պես մարդ ստեղծենք, որ նա երկրպագի մեզ։ Հենց սրա համար ենք մենք ստեղծված, որ մարդը երկրպագի Տիրոջը, իսկ Տերը օրհնի մարդու կյանքը։ Եվ ինչքանով կհասկանաս իմաստը քո կյանքի, թե ով ես դու, ինչի համար ես դու ստեղծված, եւ կմտնես դրա մեջ եւ կհնազանդվես խոսքին, այնքանով դու կլինես երջանիկ եւ օրհնված։ Ամեն։ Ցավոք սրտի շատ մարդկանց միտքը սատանան պղծել է անհավատությամբ։ Շատերի միտքը պղծել է դարվինյան եւ ամեն հիմար ուսմունքներով, որ մարդը առաջացել է կապիկից, պայթյուններից, չգիտեմ ինչ ռեակցիաներից, միլիոնավոր տարիներով, դա հիմարություն է։ Աստվածաշունչը պարզ բացատրում է մարդը երբ ստեղծվեց եւ ինչի համար եւ որն էր նպատակը Աստծո, երբ որ մարդ էր ստեղծում։ Մենք ստեղծված ենք Աստծո փառքի համար, Աստծուն երկրպագելու համար։ Աստված ասես դու կերկրպագես ինձ, ես կօրհնեմ քո կյանքը։ Բայց եթե դու կերկրպագես կուրքերին, թող նրանք օրհնեն քո կյանքը։ Ու մենք տեսնում ենք, որ կուրքերը չեն օրհնում ոչ մեկի կյանքը, ավելի շատ անեծք են բերում մարդկանց կյանքի մեջ։ Ամեն։ Որովհետև մեկը նկար է պաշտում, մյուսը արձան, մեկը քար, մյուսը ոսկի, մեկը իր ամուսնուն է պաշտում, մեկը իր կնոջը, մյուսը իր երեխային է պաշտում, եւ այդ կուրքերը ոչ մեկ չեն կարող օրհնել մարդու կյանքը։ Միայն Աստված կարող է օրհնի։ Երջանկություն տա։ Տեսնում եմ երբեմն երիտասարդներ այնքան տխուր են, այնքան մտահոգ են, 18 տարեկան, 17, 19, 20, մտածում ես մի արդեն 80 տարեկան է, այնքան մտահոգված է, որովհետև Տիրոջը չեն ճանաչում, որովհետև կուրքեր ունեն, այդ տարիքից արդեն մարդիկ կուրքեր ունեն իրանց սրտում, և իրանց սրտի կուրքերը իրանց չեն տանում օրհնության, մտահոգության և տարբեր չար բաների մեջ։ Դրա համար սիրելիս հասկացի ով ես դու և ինչի համար ես ստեղծված դու։ Աստված մեզ նաև
օրտնյալ լինի Տերը, չէ։ Նենց է ստեղծել, որ մենք երջանիկ լինենք։ Աստված մեզ մի հատ մեծ նվեր տվեց, ընտանիք։ Որ դու քո ընտանիքի մեջ երջանիկ լինես, մխիթարված լինես, ուրախանաս, կյանքը վայելես։ Բայց եթե քո ընտանիքը դժոխքի է վերածվել, եւ դու չես էլ ուզում քո ընտանիքի մեջ լինես, փախնում ես, եւ չի ուրախացնում քեզ, նշանակում է ինչ-որ բան սատանեն արդեն խառնել է իրար։ Եվ ընդհանրապես Աստված մեզ տալիս է ամեն ինչ, որ մենք ուրախ լինենք։ Այսպես բնություն է տվել, այսպես որ գնանք, վայելենք, տեսնենք ծառեր, ծաղիկներ, ծով, ամեն բան, վայելես, քո ընկերների, քո եկեղեցու հետ, քո ընտանիքի հետ։ Բայց եթե դու երջանիկ չես, նշանակում է ինչ-որ մի բան քո սրտում տեղերը խախտվել է։ Հիշում ես, Տերը ասեց առաջի պատվիրանքի մասին։ Սիրի քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, մտքով, էությունով։ Եվ Տերը լինի առաջինը, դա առաջի պատվիրանքն է։ Եվ երկրորդը սիրի քո ընկերոջը քո անձի պես, քո տղային, քո աղջկան, քո ծնողին, քո ընկերոջը, քրոջը, սիրի քո անձի պես։ Բայց երբ որ մարդը խախտում է այս պատվիրանքի տեղը, երկրորդը հանում է վերև, վերևին առաջինը, սիրի քո Տեր Աստծունը իջրացնում է երկրորդ տեղը, այդտեղ մարդու ամբողջ խաղաղությունը փոխվում է, խառնվում է իրար։ Որովհետև քեզ ոչ ոք չի կարա երջանիկ դարձնի բացի քո Տեր Աստծուց։ Թեև Աստված տվել է քեզ ամեն բան, որ երջանիկ լինես, բայց երբ որ քո սրտի, քո մտքի մեջ այդ երկրորդը բարձրանում է առաջի տեղ եւ առաջինը թեքվում է իջնում է երկրորդ տեղ, այդտեղ խառնվում է քո կյանքը իրար, որովհետև այդտեղ դու կոչվում ես ըստ Աստվածաշնչի կռապաշտ։ Ինչը որ Աստծուց առաջ է, դա կուռք է։ Աստված է ստեղծել մեզ եւ Աստված ուզում է, որ նա առաջինը լինի։ Կասես, ինչի Հովիվ ջան, Աստված այդքան ուզում է, այդքան փառասեր է, կամ խիա ինքը տենց ուզում, որովհետև դա ճշմարիտ է, դա արդար է։ Ինքն է մեզ կյանք տվել, ինքն է մեզ ստեղծել։ Եվ որպեսզի մենք փառաբանենք մեկ ուրիշի ստեղծվածի, դա անարդար է։ Եվ կա նաև մի սատանա անունով ստեղծված, որ ուզում է, որ իրան փառավորեն։ Եվ դա անարդար է։ Եվ ես կկարդամ այդ մասին այսօր, Աստված ինչ է ասում։ Աստված ասում է, ես շատ խանդոտ եմ։ Հայերենում գրված է նախանձոտ։ Ռուսերեն թարգմանության մեջ գրված է խանդոտ Աստված եմ։ Ես խանդոտ եմ։ Տղամարդկանցից ով կա այստեղ խանդոտ, որ տեսնի իր կինը ուրիշի ամուսնու կամ տղայի հետ է մանգալի ընկերություն անում։ Ով կա խանդոտ։ Երևի 10 բանի էլ, չէ, Աստված թույլ չտա։ Հենց այդ խանդն է։ Բա կանանց մեջ ով կա տենց խանդոտ։ Երբ որ տեսնես քո ամուսինը ուրիշ աղջկա այդ ընկերություն անում, գրվում, չգիտեմ, խանդ, չէ։ Կանայք ավելի ահավոր կարող է վերաբերվեն։ Դա խանդ է։ Դա ամեն մարդ ոնց որ ուզում է իր սեփականության գլխին լինի։ Դու իմն ես, իմ կինն ես, ես քո ամուսինն եմ, վերջ։ Հանգարտ չտեսնեմ, չէ։ Աստված նույնպես խանդոտ է։ Պաստորեն այդ խանդը Աստծուց է գալի։ Աստված էլ չի ուզում, որ մեր Աստվածը լինի, որ իր արյունով մեզ գնի, բայց մենք գնանք մի հատ թշնամու հետ ընկերություն անենք, սատանա անունով։ Հենց սա է ամբողջ հարցը։ Եվ սատանան ուզում է մեզ տանի դրա մեջ։ Բայց մենք ճշմարտությունը ճանաչելով մենք պետք է կողմնորոշվենք ամեն բանում։ Եվ երբ որ դու կողմնորոշված ես, թե ով է քո ամուսինը, ով է քո կինը, ով է քո, որն է քո եկեղեցին, ով է քո հովիվը, ով է քո Աստվածը, դու կողմնորոշված ես, դու երջանիկ ես։ Բայց երբ որ քո մոտ թափթփված է ամբողջությամբ ստեղ, եւ դու կողմնորոշված ես, դրա համար ամեն բան խառնվում է իրար քո կյանքում։ Աստված ասեց կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ ազատ կարձակի։ Ճշմարտությունը մեզ պարզ բացատրում է։ Ես մինչեւ իմ ապաշխարելը ոչ մեկի չէի լսել ճշմարտությունը։
Մի բան էի լսե աշխարհիկ մեր ընկերներից, իմ ծնողից, սենց ասեմ, մորիցս չէ, հորիցս, որ ճիշտը մի հատ է, ճիշտը չի մեռնում եւ ճիշտը մենք ենք։ Ես տենց գիտեի, ճիշտը մենք ենք։ Իմ պապան փոքր տարիքից սովորացնում էր, տղա ջան, միայն ճիշտ եղի, ես քո հետևից կանգնած եմ։ Միայն դու ճիշտ եղի։ Եվ եթե գիտես դու ճիշտ ես եւ դիմացինը սխալ, քարը վերցրու, դուր դիմացինիդ գլխին։ Ես Տեր եմ, դու պատկերացնում եք ինչ համարձակություն։ Ու երեխեն մեծանում է։ Ես Տեր եմ, քարով կտած գլխին, եթե դու ճիշտ ես։ Բայց հետո մեծացած զգացի, որ դա ընդհանրապես ճիշտը չի, ճշմարտությունը չի։ Ճշմարտությունը Հիսուսն է բացատրում, որ ների, ինչքան հնարավոր է ների, ու քարը ոչ մեկի գլխին մի տուր, եթե չես զում քո երեխայի գլխին մեկը քարով տա։ Ինչպես որ կուզես, որ քեզ անեն մարդիկ, այնպես էլ դու արա իրենց։ Ամեն։ Ես չեմ ուզում իմ երեխու գլխին մեկը քարով խփի։ Դրա համար ես էլ ուրիշին չպետք է անեմ տենց։ Եվ սա բոլոր առումներով եմ ասում։ Օրհնյալ լինի մեր Տերը, որ մեզ սովորեցնում է ճշմարտությունը։ Խոսքը, որ ուզում եմ այսօր խոսեմ, ձեզ հետ երեկոյան խոսել եմ մեծամորում, վերնագրել եմ այսպես. եղիր նվիրված եւ հաստատուն։ Եղիր նվիրված եւ հաստատուն մարդ։ Գիտեմ ես որպես հովիվ տեսնում եմ եկեղեցու մեջ շատ նվիրված մարդիկ եւ հաստատուն մարդիկ։ Բայց տեսնում եմ նաեւ մարդիկ, որ ոչ նվիրված են, ոչ էլ հաստատուն են։ Հաստատուն ի նկատի ունեմ հավատքի մեջ, Աստծո խոսքի մեջ, նվիրված Աստծուն, ոչ թե ինչ որ մեկին։ Առաջին հերթին նվիրված Աստծուն։ Երկրորդ հերթին նվիրված եկեղեցուն, որովհետև եկեղեցին ինքը Աստծո մարմինն է, Աստծո հարսն է։ Եկեղեցին օտար բան չի։ Նվիրվել եկեղեցում դա ամոթ բան չի, դա կռապաշտություն չի։ Ամեն։ Բայց նվիրվել ինչ որ մեկին Աստծուց առաջ դա կռապաշտություն է։ Կամ ինչ որ բանի, մարդկա գործին է նվիրվել։ Առակած գիրքն է ասում, չէ, ասում է տեսա մեկին, որ մի երկրորդը չունի, մի բարեկամ չունի, բայց ամբողջ կյանքը նվիրվել է գործի առավոտից իրիկուն, աշխատում է, մրջունի պես, հավաքում է, ու չգիտի ով պիտի ուտի, ով պիտի տանի դա, երկրորդը չունի։ Այն մարդիկ դրա համար մարդկանց կյանքը երբեմն խառնվում է իրար, ու մարդիկ չեն հասկանում, ինչու են դժբախտ։ Առավոտից երեկո աշխատում են, փող են աշխատում, բայց դժբախտ։ Թեև խոսք է ժողովրդական, ասում է երջանկությունը մարդկա մտածում է փողի մեջ է, բայց ընդհանուր ասում են փողի մեջ չի։ Բայց ոչ առաջինն է ճիշտ, ոչ երկրորդը։ Բայց փողը կարևոր է երջանիկ զգալու համար եւ կատարելու քո բոլոր երազանքները, որովհետեւ արծաթն է պատասխան տալի, չէ՞, ամեն բան էս երկրի վրա։ Արծաթը, ոսկին, ֆինանսը։ Դրա համար փողերը իրենք կգան, Տերը կորտնի։ Ամեն մեկիս օրհնում է եւ կորտնի, եթե դու հավատարիմ լինես եւ վստահես Տիրոջը։ Բայց գիտես, ինչի չի գալի, ինչու է ուշանում, ինչու է նեղություններ քո երկմտության կամ անվստահության պատճառով։ Աստված ասում է, եթե միայն վստահեիր այն խոսքին, որ ես քեզ տալիս եմ, առաջարկում եմ, եթե միայն վստահեիր եւ կատարեիր, քո խաղաղությունը, քո բարիքը գետի պես կհոսեր քո տունը։ Բայց քանի որ կամուկացով ես, վախով ես, կասկածով ես, այդ դրա համար է վիճակը տենց։ Ամեն։ Ուրեմն մարդիկ կան, որ իրոք նվիրված են, մարդիկ էլ կան նվիրված չեն եկեղեցուն կամ Աստծուն։ Եկեղեցուն նվիրված լինել նշանակում է Աստծուն նվիրված լինել։ Որովհետև եկեղեցին Աստծո հարսն է, Հիսուս Քրիստոսի։ Դրա համար մարդկանց կյանքում տարբեր իրավիճակներ է, մարդիկ տարբեր ձևով են ապրում,
Բայց խորհուրդ կտայի, որ նվիրվես, որովհետև շատ ժամանակ մենք տեսնում ենք, որ մարդիկ թմրում են։ Գալիս են ասուն, առաջի տարին, երկրորդ տարին, առաջի սիրով լցված, բայց չգիտես խի երրորդ տարին եւ մի քիչ ավելի երկար, ոնց որ թե շատ բան են սկսում հասկանալ, մեր բառերով ջոկել եւ սկսում են թմրել, սառել, հեռանալ, արդեն իմաստուն են դառնում, արդեն իրանց օգտին, իրանց էգոյին։ Բայց եթե հաստատուն մնաս մինչև վերջ, քո կյանքը հաստատուն օրհնված կլինի։ Դու ամոթով չես մնա։ Ամեն, որովհետև կա ինչ-որ մեկը, որ այստեղ խոսում է, եւ քեզ խելք ու խրատ է տալի, քո օգտին, քո էգոյին, քո եսի։ Ամեն, շատ ունես, եթե հոգին առաջնորդում է, զոհել, տալ, անել, ուրեմն հնազանդվի խոսքին։ Բայց գալիս է մեկ ասում է ոչ, պետք չի, շատ ունես, պայի քեզ ես հարցը կանես, այն հարցը կանես, քո օգտին, եւ դու հնազանդվում ես նրան, եւ նա կդրում է քո վրայից քո օրհնությունները, որ գետի պես պիտի լցվեր քո կյանքը։ Կա սենց բան, թե չէ։ Կա այսպիսի բան։ Ուրեմն Երեմիայի խոսքը, Երեմիայի գրքից 48:10, այս խոսքով եմ ուզում սկսեմ։ Երեմիա 48:10 Անիծյալ լինի Տիրոջ գործը թուլությամբ անողը եւ անիծյալ լինի իր սուրը արյունից խնայողը։ Սուրը արյունից խնայողը ինչ է նշանակում։ Սուրը դա Աստծո խոսքն է, արյունը դա մարդու կյանքն է։ Գրված է, որ մարդու կյանքը արյան մեջ է։ Եվ եթե մենք խնայում ենք Աստծո խոսքը մարդկանց կյանք տալու համար մատուցելու, խոսելու, խոսքը ասում է անիծյալ լինի այդ մարդը, որ Աստծո գործը թուլությամբ է անում։ Մեր բառերով ասած, Աստծո գործը ականջի հետևա գցել։ Իր համար իմիջայլոց ուղակի ապրում է, իրան չի հետաքրքրում մարդկանց փրկությունը, իրան հետաքրքրում է իր բարեկեցությունը, իր գործը, իր եսը, իր էգոն, բայց նրան չի հետաքրքրում Աստծո սրտի միջի ուզածը։ Աստծո սրտի միջի ուզածն է մարդկանց փրկությունը։ Մենք Աստծո հույսն ենք, ինչպես Աստված մեր հույսն է, մենք էլ Աստծո հույսն ենք։ Աստված ուզում է մեզ օգտագործի։ Հիշում եմ Լեստեր Սամրալի պատմություններից մի քաղաքում է գտնվում, այդ քաղաքում գնացել է ավետարանչության եւ այդ քաղաքում 6 ամիս ոչ մեկ չի ապաշխարում։ Ծառայություններին միայն ինքն է եւ իր ընտանիքը, Լեստեր Սամրալի, հզոր Աստծո մարդ, որ ինքնաթիռներով օգնություն էր տանում աշխարհի գլխից այն գլուխը։ Եվ ասում է, երբ որ 6 ամիս անցկացրեցինք, ոչ ոք չի ապաշխարում։ Եվ ասում է, մի աղջիկ իմացա, որ դիվահար է, եւ այդ աղջկա համար Աստված ինձ ասեց գնա աղոթի։ Ասում ասեցի Տեր, էլ ուրիշ մարդ չկա այս քաղաքում, ես գնամ աղոթեմ։ Ասեց չէ։ Ասեց ուրիշ ուղարկի, Տեր, ես չեմ գնա այդ աղջկա համար աղոթեմ։ Տերը ասում է, լսի, ես ուրիշ չունեմ այս քաղաքում։ Դու ես իմս։ Իմ հույսը քո վրա է։ Ես ուրիշ մարդ չունեմ, թեև այդ քաղաքում շատ հոգևորներ կային։ Աստված ասում է, ուրիշը չունեմ, դու ես։ Եվ երբ որ Լեստեր Սամրալը գնում է այդ աղջկա համար աղոթելու, այս աղջիկը ազատագրվում է եւ ապաշխարում է։ Եվ հենց այդ աղջիկը բանալ էր այդ քաղաքի դուռը բացելու։ Եվ այդ քաղաքում սկսում է ուժեղ ապաշխարություն, արթնություն։ Մի աղջկա ազատագրությունով։ Հասկանում ես, բանալիներ կա, մենք չգիտենք, որն է բանալին, ու Տերը գիտի։ Հետաքրքիր է 6 ամիս մարդ չի ապաշխարում այդ քաղաքում։ Ու Լեստերը ասում է, Տեր ուրիշ ուղարկի, էլի ուրիշ մարդ, հո մենակ ես չեմ։ Ասում է, չէ, մենակ դու ես իմ այստեղ։ Եվ դրա համար մենք պետք է բաց լինենք, սիրելիներ ջան, Աստծո ձայնը լսենք։ Եթե Աստված մեզ ասում է գնա, էլ մի երկար ու բարակ մտածի, չէ ուրիշին ուղարկի, թե ուրիշը գնա։
Վեր կաց ու գնա։ Ու դու չգիտես քո միջոցով Աստված ինչ կանի այդտեղ։ Ամեն մեկիս միջոցով Աստված կարող է մի հատ լույս վառի մի քաղաքում, մի գյուղում։ Եվ ես հավատում եմ, որ շուտով դա կկատարվի։ Հավատում եմ վերջի ժամանակների արթնությանը։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք։ Դրա համար խոսքը, բայց եթե դու թափթփված ես, ուղղակի անտարբեր, սառը, դու էլ չես հասկանում քո ապրած կյանքը, քո քրիստոնեությունը, ապրում ես ուղղակի, մտքիդ մեջ սենց, ապրում ես, ես հավատացյալ եմ, բայց մոռանում ես, որ առանց գործերի հավատքը մեռած է, մահացած է, հավատք չկա առանց գործերի։ Մտքերով ուղղակի հավատում ենք, սիրելիներ ջան, դուք Աստծո հետ պիտի կապ ունենաք, լսեք եւ անեք Աստծուց։ Բայց իրոք մենք բոլորս էլ մարդ ենք, ապրում ենք եւ տեսնում ենք ինչքան խնդիրներ էլ է, չէ՞ մեր առաջանում, որ մենք չկարողանանք մնանք որպես ասումար։ Մեր միտքը չի թողում, որ զարգանա, որ մենք հասկանանք վերջի վերջո մեր կյանքի, մեր ծնունդի նպատակը, մեր ապրելու նպատակը։ Դրա համար ամեն ինչ խառնում է իրար, որպեսզի մենք չկայանանք որպես Աստծո ծառա, Աստծո մարդ։ Ուրեմն որոշի նվիրվել Աստծուն եւ լինել հաստատուն մարդ։ Եկեղեցում հաստատուն մարդ, ոչ թե մի օր հավատացյալ, երկու օր անհավատ։ Մի ամիս հավատացյալ, երկրորդ ամիսը չգիտես ինչ։ Սիրելիներ ջան, մի բան ասեմ հիշեք, հավատքը սիրում է հաստատակամություն։ Եթե դու հաստատուն մարդ ես, քո հավատքը չի աշխատելու, փչանալու է, չի գործելու։ Դրա համար ես մի օր որոշեցի, ու դա իմ Աստված էր ինձ օգնեց, ոտի կանգնա ապաշխարեցի, եւ այդ մի օրվանից հետո ես այլևս հետ չեմ գնացել աշխարհ։ Այլևս մի օր որոշեցի, որ ես ծխելը պիտի թողնեմ, եւ դրանից հետո ես այլևս մի հատիկ, արդեն 25 տարուց ավել է, ես չեմ ծխել։ Ես մի օր որոշեցի, որ այլևս չպիտի օղի խմեմ, կամ ինչ-որ սպիրտային խմիչք, եւ դրանից հետո այլևս ես չեմ խմել։ Էլ չեմ ասում մնացած ամեն ինչի մասին։ Մի օր որոշեցի եւ այդպես գնացի։ Ու մինչեւ այսօր։ Չեմ ասում, չեմ թուլացել, չեմ թմրել, չեմ հիասթափվել, եղել են դրանք, բայց վերականգնվել եմ։ Առանց դրա էլ չի լինում։ Դա լինում է, որ դու աճես, զորանաս։ Ամեն։ Որ դու լավն ու վատը զգաս, հասկանաս։ Բայց ամբարշտության մեջ այլևս ես հետ չգնացի։ Հաստատուն Աստծո հետ, Աստծո վախով։ Եվ գիտես, որ հաստատուն մարդ ես, մի քիչ նեղություններով, մի քիչ դժվարությունով, մի քիչ հիասթափությունով, բայց երեք մեր Տիգրանի հետ է խոսում դրսում, ծառայությունից հետո Տիգրան ջան, հիշում ես, Տիգրանը ասեց, հովիվ ջան, ասեց, մի քիչ զգացել եմ, թմրություն է եկել վրես։ Եվ ես ասում եմ, ոնց որ չեմ կարողանում կարդամ, չեմ կարողանում Աստծո խոսքը մտածեմ, սենց բաներ, էլի, ասում եմ, ոնց որ աղոթելս չի գալի, ասում եմ, այդ ինչ է, մի տեսակ, ասում եմ, դա կարա լինի։ Տիգրանը հələ մի տարվա հոգևոր է, մի քիչ ավել։ Դա կարող է լինել, բայց եթե դու քո խարիսխը խորն ես գցել, ամեն, խորն է, Հիսուս Քրիստոս առանցքի մեջ։ Դու ջրի վրա ոնց որ նավ լինես, քամիները կարող է փչեն քեզ մի քիչ այն կողմ տանեն, կարող է փչեն մի քիչ այս կողմ բերեն, մի քիչ հետ, առաջ, բայց առանցքը Քրիստոսի վրա է։ Դու չես փոխվի Քրիստոսից։ Ամեն։ Դա նորմալ է, մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, բայց կարևորը չփոխվես Քրիստոսի հիմքից։ Այլ նորից կվերականգնվես, նորից կքայլես առաջ։ Եվ դու կաճես, եւ դու կզորանաս։ Հաստատուն մարդ, բայց երբ որ փոխվում ես Քրիստոսից, գնում ես ամբարշտության մեջ, նորից պղծության, շնության, հարբեցողության եւ այլ, այդ այա շատ խնդիր։ Հալելույա։ Հետաքրքիր է, Հիսուսը ասում է ինչեր պիտի լինի, ու մեզ ասում է մնացեք հաստատուն եւ նվիրված մարդ։ Էդ եմ ուզում կարդամ։
Որովհետև ազգ ազգի վրա կկենա եւ թագավորություն թագավորության վրա եւ սովեր կլինեն եւ մահ տարաժամեր, այսինքն երիտասարդական մահեր եւ տեղ-տեղ երկրաշարժություններ կլինի, հարևան պետություններում անցած շաբաթ տեսանք ինչ երկրաշարժեր ա եղել ու դեռ սպասվում է։ Բայց այս ամենը ցավերի սկիզբն է։ Այն ժամանակ ձեզ նեղության կմատնեն, ձեզ կսպանեն, իմ անունի համար ամեն ազգերից ատված կլինեք եւ այն ժամանակ շատերը կգայթակղվեն եւ իրար կմատնեն, իրար կատեն։ Հասկանալի է հարցը ինչու՞մ է։ Տերը ուզում է, որ մենք հավատարիմ եւ նվիրյալ լինենք, բայց այս ամեն ինչի մեջ ասում է, այսպիսի բաներ ա լինելու։ Իրար ատելու են, իրար վատություն են անելու։ Նեղություններ, դժվարություն, երկրաշարժեր, պատերազմներ ա լինելու։ Բայց Աստված առաջարկում է եղիր հաստատուն եւ նվիրյալ մարդ։ Եվ շատ սուտ մարգարեներ էլ դուրս կգան եւ շատերին կմոլորեսնեն։ Անկամ եկեղեցում, կրոնավորության մեջ տեսնում ենք շատ մարգարեներ, գրավիչ, ճարտասան, սուտ մարգարեներ կլնեն, կգրավեն շատերին, կմոլորեսնեն շատերին, ըտեղ էլ մարդը կհիասթափվի։ Կասի այ մարդ գնացի եկեղեցից, տեղ էլ աշխարհից ավելի բեթար է։ Տեր ասում է տեղ էլ է լինելու, խառնվելու են իրար, ամեն ինչ խառնվելու է իրար։ Եվ անօրենության շատանալու պատճառով շատերի սերը կսարչի։ Հասկանալի է։ Աստված ուզում է մենք նվիրյալ լինենք, սիրենք իրեն, որովհետև առաջի պատվիրանքն է դա։ Բայց այստեղ ասում է եւ այս ամեն ինչը որ կսկսի կատարվել եւ հիմա սիրելիներ ջան, սա կատարվում է, բոլորս ենք տեսնում։ Շատերի սերը ասում է պիտի սարչի։ Սերը ոչ թե քո երեխայի հանդեպ կսարչի կամ ամուսնու, Աստծո հանդեպ։ Շատերի սերը պիտի սարչի ասեց։ Բայց ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Եվ արքայության այս ավետարանը բոլոր տիեզերքում կքարոզվի ամեն հեթանոսների վկայություն լինելու համար եւ այն ժամանակ կգա վերջը։ Պատկերացրեք այս ամեն խառնաշփոթի մեջ ամեն ինչ խառնվելու է իրար։ Աստված ասում է, բայց դուք եղեք նվիրված եւ հաստատուն մարդ, որպիսի ավետարանը քարոզեք։ Այս ամեն չարիքի մեջ դու պետք է ավետարանը քարոզես եւ սիրով քարոզես։ Եվ այդ ժամանակ կգա վերջը։ Հենց այդ ժամանակ կվերջանա ամեն բան։ Հիմա սիրելիներ ջան, այս համարը շուշուտ եմ կարդում, որովհետև սա վերջի օրերի համար գրված համարն է Մատթեոս 24-րդ գլխում։ Հիսուսին, որովհետև հարցրեցին, ասեցին, երբ կգա վերջը։ Հիսուսը ասեց այս ժամանակ։ Հիմա ես էլ շուշուտ եմ կարդում, որ դու հասկանաք, որ այս ամեն ինչը որ խառնվել է իրար, սա շատ նորմալ է, սա վերջն է։ Բայց Աստված ուզում է, որ մենք նվիրվենք իրեն, իր եկեղեցուն եւ հաստատուն հոգեվոր մարդ լինենք։ Ոչ թե մի օր էսպես, մի օր այնպես։ Ով է հասկանում։ Իսկ ով է որոշում այդպես լինի։ Տերը ձեզ զորացնի։ Մի 50% երևի որոշում են, մնացածը հələ մտածում են։ Ժողովուրդ ջան, մտածելու բան չկա։ 100-ի կեսը որներ 50-ն է, շատ մի մտածի։ Հավատա Աստծո խոսքին։ Աստծո խոսքը եթե ասում է, շատ մի մտածի, քո գիտակցությանը շատ մի վստահի, Աստծո խոսքին վստահի, որովհետև քո գիտակցությունը քեզ կխաբի, նաև քո աչքերը քեզ կխաբի, գիտես, որ քո աչքերն էլ կարա քեզ խաբի, հնարավոր է այդպիսի բան, Ղուկաս 21-րդ գլուխ նայենք, 21 գլուխ և 33 խոսքից։ Երկինքը և երկիրս կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Ամեն։ Տերը ինչ որ ասել է, ինչ որ հիմա խոսում եմ, չի անցնելու, դա կատարվելու է։ Այս օրինակը շատ եմ սիրում, միշտ կրկնում եմ, ավելի հեշտ է մի օր քո տան պատոհանից քնից արթնանաս ու մոտենաս պատոհանին ու նայես ներքև, տեսնես երկիրը չկա։ Մեկ էլ նայես վերև, նայես երկինքը չկա։ Դա ավելի հեշտ է,
քանց թե Հիսուսը մի բան ասի եւ չլինի։ Կասես Հովիվ ջան, բա որ երկինքը չլինի, ինչ ալնելու տեղը։ Չգիտեմ։ Թրջող տուն կար, մի հատ մուլտիկ ով է հիշում տեսել։ Որ մի օր արտանում են, տեսնում են իրանց տունը օթերով, տեզերքով, կարող է տենց է լինելու։ Լավագույն դեպքում, էլի։ Բայց Տերը եթե ասում է, չի իմ խոսքերը ավելի ոնց էր, երկինք եւ երկիր կանցնի, բայց իմ խոսքերը չեն անցնի, մինչեւ որ չկատարվեն։ Դրա համար ասում է Աստված 34 խոսքում. զգուշ կացեք անձներիդ, միգուցե ձեր սրտերը ծանրանա շատակերությունով եւ արբեցողությունով եւ ապրուստի հոգսերով եւ այն օրը հանկարծ հասնե ձեր վրա։ Թողել ենք ամեն բան երկրորդական, ընկել ենք ամեն մեկս մեր տներն ենք կառուցում։ Մեր եսի համար կոմֆորտ ենք կառուցում։ Մեր ամբողջ նպատակը, ուղեղը, միտքը աշխատում է մեր եսի վրա, կոմֆորտ ունենալու համար։ Դրա համար Տերը ասում է զգուշ կացեք անձներիդ, միգուցե ձեր սրտերը ծանրանա տենց բաներով, շատակերությունով, քեֆ ուրախություններով եք մտածում ապրեք, հանգստանալ ես ինչ երկրում են, ինչ երկրում, արբեցողությունով, ապրուստի հոգսերով, ես պիտի սարքեմ, եմ պիտի առնեմ, ռեմոնտ անեմ, չգիտեմ, եւ այն օրը հանկարծ հասնե ձեր վրա։ Տեր ասում է զգուշ եղեք։ Կասես բա Հովիվ ջան, չանենք։ Արեք, բայց առաջինը Քրիստոսով։ Քրիստոսի ծառայությունը արեք, վերջացրեք, ռուսը խոսք ունի, չէ, ասում է ձելը գույլայ սմելը։ Երբ որ ասունը արել ես, աղոթքդ արել ես, ավետարանչությունդ արել ես, գույլայ սմելը գնա տունդ սարքի։ Տերն էլ օրհնելու է։ Բայց երբ որ ես ամեն ինչը մոռացել ես ու ընկել ես քո կյանքով, Տեր ասում է զգուշ եղեք, դա վտանգավոր է, դա կուռք է ձեր սրտում։ Դա առաջինն է, կարևորն է ձեր համար, բայց կարևորը Տիրոջ գործն է։ Ամեն։ Որովհետև որոգայթի պես կհասնի այն ամենքի վրա, որ բոլոր երկրի երեսին բնակված են։ Ուրեմն արթուն կացեք, ամեն ժամանակ մասնակցեք ձեր եկեղեցու աղոթքներին, աղոթք արեք, որ արժանի լինեք ազատվելու այն բոլոր բաներից, այն չարիքները, որ գրված է հայտնության գրքում, որ ազատվեք այդ բոլոր բաներից, որ պիտի լինի, եւ կանգնել մարդու որդու առաջին։ Ամեն։ Ով է հասկանում հայտնություններ։ Թե ասում ես, ահով նայելի խոսում է, հեսակ վերջացնի գնամ, ես գիտեմ իմ կյանքը ոնց պիտի ապրեմ։ Ժողովուրդ, հենց այդտեղ եք սխալված։ Վերցրեք սա ձեր սրտի մեջ։ Սա Աստված է ասում, Հովիվը չի ասում։ Ուղղակի իմ ձայնը տվել եմ ասում։ Ես ասել եմ Սուրբ Հոգի վերցրու ինձ եւ ծառայի ինձանով քո ժողովրդին։ Ամեն։ Դրա համար արթուն մնանք։ Մի ձանձրացեք աղոթելուց։ Մի ձանձրացեք միանալուց զումին։ Մի ձանձրացեք 4 շաբթի, 3 շաբթի լինել աղոթքատանը։ Ուղղակի փնտրեք ասում։ Ես հիմա խոսեմ այդ մասին Սողոմոնից։ Ելից 20-րդ գլուխ նայենք։ Ելից 20-րդ գլուխ 3-րդ խոսքից։ Տեսեք Աստված ինչ է առաջարկում մեզ։ Բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս։ Քեզ համար կուրքեր չշինես ոչ վերև երկնքում կամ ցած երկրի վրա կամ երկրի տակ ջրերում եղած բաների մեկի նմանությունով։ Նրանց երկրպագություն չանես եւ նրանց չպաշտես, որովհետեւ ես քո Եհովա Աստվածը նախանձոտ Աստված եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրենությունները որդիների վրա եւ մինչեւ նրանց 3-4 ազգը, որ ատում են ինձ։ Այսինքն եթե չենք սիրում, ուրեմն ատում ենք։ Եթե թողել ենք ասուն եւ պաշտում ենք եւ մեր համար ինչ որ բան ավելի կարեւոր է դարձել, նշանակում է մենք թողել ենք ասուն։ Աստված ասում է ես խանդոտ եմ, նախանձոտ եմ, հասկացի։ Ես չեմ կարող տեսնեմ, թե դու ոնց ես ուրիշ Աստծու հետ, որ չկա Չաստծու հետ շնանում իմ դեմ։ Ես չեմ կարող դա տանեմ, ես կպատժեմ քեզ, մինչև քո ծոռները,
քո պատճառով քո ծոռներն էլ կպատժվեն։ Շատ լուրջ է, ով է հասկանում սրա լրջությունը։ Եվ կողորմեմ նրանց մինչև 1000 ազգը, որ սիրում են ինձ, իմ պատվիրանքները պահում։ Կողորմեմ մինչև 1000 ազգը։ Սիրելիներ ջան, եթե դուք նվիրվեք Աստծուն, լինեք հաստատուն քրիստոնյա ծառայելով Աստծուն, կանցնեն տարիներ դուք կտեսնեք ձեր երեխեքին օրհնված։ Կանցնեն մի քիչ ավելի շատ տարիներ կտեսնեք ձեր թոռներին օրհնված։ Գիտեք ինչքան հաճելի է, երբ որ տեսնում ես քո երեխեքը օրհնված։ Գիտես ինչքան հաճելի ես քնում եւ արթնանում եւ ընդհանրապես միտքդ չի տանջվում, որովհետեւ գիտես քո երեխեքը քեզանից օրհնված է։ Ու նույն ձևով քնում արթնանում ես, տեսնում ես քո թոռներն են օրհնված։ Բա որ այդքան ապրես հասնես 80 տարեկան, տեսնում ես քո ծոռներն են օրհնված։ Ոչ ոք հիվանդ չի մահանում, ոչ մեկ հացին կակա չի ասում։ Տենց են չի ասում մեր հայկական հացին կակա, թե փողին հացին կակա են ասում։ Ժողովրդական բառեր կա, որը ոնց որ մանկությունից լսել ենք։ Ու գիտես, այդ ամեն ինչի գաղտնիքը կապված է քո նվիրվածության հետ, քո հաստատ քրիստոնեության հետ, ոչ թե թեթև սոլիկ քրիստոնյա, անկապ, այսօր սենց, այն վաղը նենց, մյուս օրը մի ուրիշ ձև, եւ այդ տեսակի մարդիկ ես տեսել եմ իմ կյանքում 26 տարվա հոգևոր եմ, նրանց կյանքը չի օրհնվում, նրանք տանջվելով ապրում են, Տիրոջ ողորմությունը կա իհարկե, բայց հիվանդություն, ցավեր, պարտքեր, վարկերից դուրս չեն գալի, բայց ես մտածում եմ, որ լավ վարկ կարելի է վերցնել, 1, 2, բայց արագ դուրս գալ եւ չվերցնել։ Օրհնված մարդը տալիս է, բայց չի վերցնում։ Մի շատ ուժեղ բիզնեսմեն գիտեի, մեր հոգևորներից էր։ Շատ լավ բիզնեսմեն էր, շատ ունեցվածք ուներ։ Եվ այդ ունեցվածքի մեջ վարկեր էր վերցրել մեծ թվով։ Եվ ամսական մեծ թվով վարկ էր փակվում, եւ իր բերանով ինքը ասեց, ավելի լավ է մարդը հիվանդ լինի, քան թե վարկ ունենա։ Ասեցին ո՞նց, ասեց լուրջ եմ ասում տղեկ, ավելի լավ է մարդը հիվանդ ապրի, քան թե վարկ ապրի, որովհետեւ ամսական ինքը մեծ վարկ էր փակվում, բայց մեծ ունեցվածքի տեր էր նաև։ 40 հատ միայն ֆուր մեքենա ուներ, աշխարհով որ ման էին գալի, չհաշված ուրիշ ունեցվածք։ Եվ այդ մարդը մեր եղբայրներից զարմացել եմ էլ իր խոսքի վրա, շատ իր բառերից հետո հիվանդացավ եւ մահացավ։ Ավելի անքը երազես դա։ Չգիտեմ, բաներ կա հենց լեզվի վրա է։ Մահը ու կյանքը լեզվի վրա է, նրան սիրողը կուտի նրա պտուղը։ Դրա համար, սիրելիներ ջան, եկեք սիրենք Աստծուն, նվիրվենք Աստծուն, քո եսը, քո էգոն միշտ ձգտելու է իրան, սատանան օգնելու է քո եսին, որ միշտ քո եսի վրա ուղեղդ աշխատի։ Դրա համար Աստված ասում է եսդ խաչապայտին գամի, եթե ուզում ես իմ հետևից գալ։ Անձդ ուրացի, որ քո մոտ ստացվի, որ դու դառնաս իմ աշակերտը։ Ամեն, ուրեմն Աստված խանդոտ է։ Աստված, եթե քեզ փրկագնել է իր սուրբ արյունով, նա չի համատեղվի դրա հետ, որ դու գնաս շնություն անես ինչ որ ուրիշ Աստծու հետ։ Եվ տեսնենք ով էր այդ Աստվածը հիմնականում, Մատթեոս 6-րդ գլուխ։ Մատթեոս 6-րդ գլուխ եւ 24 խոսքը։ Ոչ ով չի կարող երկու տերի ծառայել, որովհետեւ կամ մեկին կատե եւ մյուսին կսիրե։ Սրտի մեջ ոնց է լինի մեկին դու ատելու ես։ Կարող է բերանով ասես, չէ, ասում եմ սիրում, բայց սրտի մեջ որն է քո կարևորությունն է, որին ես դու շատ ժամանակ տալի, որն ես հաճույքով շփվում օրերով, տարիներով,
Հենց սա է խոսքը։ Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կամ մեկին կատե, մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարե, մյուսին կառհամարե։ Չեք կարող Աստծուն ծառայել եւ մամոնային։ Մամոնան դա հարստության, ցանկության այդ մոլուցքն է, այդ ոգին է, որ տանում է հարստանալու ցանկությանը։ Մամոնան դա փողասիրությունն է, փողին նվիրվածությունն է։ Հիսուսը հենց այդ ասում, այս աշխարհում երկու տեր կա։ Մեկը Հիսուսն է, մյուսը Մամոնան։ Եվ այս աշխարհի Աստվածը Մամոնան է։ Եվ մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհը ապրում է հենց դրա համար։ Հիսուս ասում է, չեք կարող երկու տիրոջ, կամ ինձ, կամ իրան։ Երբ որ դու գալիս ես Հիսուսին, նվիրվում ու ծառայում ես, եւ դա հաստատուն է, Տերը բերում է այդ մամոնային քո ոտքերի տակ։ Գցում է քո ոտքերի տակ։ Ու այդ մամոնան սկսում է դառնալ քո ծառան։ Ու դու վայելում ես կյանքը։ Բայց երբ որ դու մոռանում ես Հիսուսի գործը, ծառայությունները, քո կոչումը, եւ ընկած ես փող աշխատելով, ատամներով բռնել ես գործը, փողը վազում ես սենց եղունգներով ճանգռելով, որ հասնես ինչ-որ բանի, դու տեսնում ես կարող է եւ հասնես, բայց Տիրոջն ես թողել ու երջանիկ չես լինի, կարող է եւ չհասնես, կամ դու կհասնես ու մի անգամից փջելու է դա, մի չար պատահարով։ Դրա համար Հիսուս ասում է նվիրվի ինձ, հաստատուն մարդ եղի, ծառայի ինձ։ Եվ ես էլ տեսնեմ, եթե դու արժանի ես, ես քեզ կլցնեմ, կորտնեմ։ Տերը ասում է, քեզ կբարձրացնեմ, կտամ։ Ամեն։ Դրա համար սիրելիներ ջան, ինչ եմ խոսում, որ դու հասկանաք, իրականում նվիրվեք Աստծուն եւ լինեք հաստատուն մարդ։ Աստված ձեզ ամոթով չի թողնի։ Ամեն բան կբերի ձեր ոտերի մոտ կխոնարհեցնի։ Փառք մեր Աստծուն։ Եվ այստեղ մի օրինակ ունեմ, Սողոմոնի օրինակն է 28:9, շատ կարևոր է։ Ուրեմն առաջի մնացորդած ժամանակը շատ արագ անցավ, 28-րդ գլուխ 9 խոսքը Դավիթ թագավորը իր որդուն խրատ է տալի, 12 տարեկան է Սողոմոնը։ Ու Դավիթ թագավորը արդեն գիտի, որ գնում է այս աշխարհից, որդուն խրատ է տալի, տեսեք։ Եվ այսօր Աստված այս խրատը ինձ ու քեզ է տալի։ Եվ դու որդյակ իմ Սողոմոն, ճանաչիր քո հոր Աստծուն եւ ծառայիր նրան կատարյալ սրտով եւ հոժար կամքով։ Ով ասում ծառայի Աստծուն, կատարյալ սրտով եւ հոժար կամքով, սա խրատ է, սա շատ թանկ խրատ է։ Եվ դու որդյակ իմ Սողոմոն, ճանաչիր, առաջինը ճանաչիր քո հոր Աստծուն, ծառայիր նրան կատարյալ սրտով եւ հոժար կամքով, որովհետեւ Տերը քննում է բոլոր սրտերը եւ գիտի խորհուրդների բոլոր միտքը։ Եթե նրան որոնես, նա կգտնվի քեզանից։ Եթե նրան թողնես, նա էլ քեզ կթողնի հավիտյան։ Այսինքն, եթե դու ուշադիր լինես Տիրոջը, ծառայես, նվիրվես, կգտնես, Տերը կգա, կհայտնվի քեզ։ Բայց եթե գցես ականջի հետև, մեր բառերով ասած, եւ կարեւորություն չտաս Աստվածապաշտությանը, նա էլ քեզ կթողնի հավիտյան։ Դավիթը այս բացատրում է Սողոմոնին եւ հեռանում է այս աշխարհից։ Հիմա նայենք Սողոմոնի կյանքը այս խորհրդից հետո։ Երրորդ թագավորած 11-րդ գլուխ 4-ից 11 խոսքերը։ Եվ եղավ Սողոմոնի ծերության ժամանակ, Սողոմոնը երեխա էր այս խրատի ժամանակ։ Հիմա ծերության ժամանակ, որ նրա կանայք դարձրին նրա սիրտը ուրիշ աստվածների ետևից։ Եվ նրա սիրտը ուղիղ չէր իր Տեր Աստծո հետ, ինչպես իր հայր Դավթի սիրտը։ Եվ Սողոմոնը գնաց Սիդոնացիների Աստարովտ Աստծո ետևից եւ Ամոնացիների Գարշելի Մողոքի ետևից, եւ Սողոմոնը չարություն արավ Տիրոջ առաջին, եւ չհետևեց Տիրոջը իր հայր Դավթի պես, շեշտում է հայր Դավթի պես։ Այն ժամանակ Սողոմոնը մի բարձրավանդակ շինեց Մովաբացիների Գարշելի Քամոսի համար եւ Երուսաղեմի դիմացի սարի վրա եւ նույնպես Ամոնի որդկանց Գարշելի Մողոքի համար։ Հետաքրքիր է, որ Սողոմոնը Տիրոջ տունը կառուցեց, բայց զուգահեռ տեսեք նաեւ ինչեր էր կառուցում։ Դու կարող ես Տիրոջ գործերը անես,
բայց զուգահեռ չարի գործերն էլ անես, ու դա Տիրոջը դուր չի գալի։ Եվ այսպես էլ արավ իր բոլոր օտարազգի կանանց համար, որ իրանց աստվածներին խունկ էին ծխում եւ զոհ մատուցանում։ Եվ Տերը բարկացավ Սողոմոնի վրա, որ իր սիրտը ծռեց Իսրայելի Տեր Աստվածանից, որ 2 անգամ իրեն երևացել էր։ Եվ նրան այս բաների համար պատվիրել էր, որ ուրիշ աստվածների ետևից չգնա։ Բայց նա չպահեց ինչ որ Տերը նրան հրամայել էր։ Եվ Տերը ասեց Սողոմոնին. որովհետև այս բաները լինում են քեզ մոտ, եւ դու չպահեցիր իմ ուխտը եւ իմ քեզ հրամայած պատվերները, ես էլ անշուշտ պիտի քեզանից պատարեմ թագավորությունը եւ քո ծառային պիտի տամ այն։ Ամեն։ Այսինքն Տերը 2 անգամ երևացել էր Սողոմոնին, մի անգամ Գաբավոնում, երբ որ Սողոմոնը իմաստություն խնդրեց եւ Տերը տվեց, մի անգամ էլ երբ որ տաճարը օծեցին, Երուսաղեմի տաճարը, այդ ժամանակ երևաց, Տերը ասեց, եթե հնազանդվեք ինձ, կորտնվեք, նվիրվեք, հաստատուն լինեք, կորնվեք, ձեզ հետ կլնեմ, կբարձրացնեմ, բայց եթե ծռվեք, հեռանաք, սառեք ինձանից, կանիծվեք, ինչ որ գրված էր կարդացի։ Եվ մենք տեսնում ենք ինչ կատարվեց, Սողոմոնը ծռվեց, իր հոր պես չգնաց։ Եվ մենք հետո պատմությունը եթե կարդանք, սկսում է բաժանություն, սկսում է անեծք, Իսրայելը քանդվում է, քայքայվում է, գնում է գերի։ Պատկերացնում եք 70 տարի ուրիշ ազգերի մեջ գերության։ Այս պատճառով, որովհետև թողեցին նվիրվածությունը, հաստատուն հոգևորությունը։ Ես սա խորհուրդ եմ ասում նաև։ Դրա համար սիրելիներ ջան, աճ ու ձախ թեքվել չկա։ Ուզում ես երջանիկ ապրես, ուզում ես ապահով ապրես, ուզում ես խաղաղ ապրես, նվիրվի Հիսուսին, նվիրվի իր եկեղեցուն, արա քո անելիքը, ուրախությամբ արա, և ապահով կլնի տունդ, երեխեքդ, թոռներդ նոր կարդացի, և էլի համար կա, բայց մենք արդեն ուշա, ես մի քիչ կարճ կապեմ, Դանիելի մասին եմ ուզում ասեմ, Դանիել Մարգարեի, կներեք, ուրեմն Դանիելը մանկությունից որոշել էր, չէ, իր անձը սուրբ պահի եւ հաստատուն լինի Աստծո համար։ Մինչև Դանիելը, տեսեք, Սողոմոնն էլ էր երեխա պատանի, Դանիելն էլ է պատանի ժամանակից որոշում է տրվի Աստծուն։ Երեք մեր Տիգրանը էլի երեկոյան խոսում ենք, ասում է հոր ջան, ո՞նց անենք, որ մեր պատանիներին ավելի հետաքրքիր լինի։ Ասի, եթե պատանիները նրանք չորոշեն աղոթել եւ Տիրոջը փնտրել, ինչ խաղ ուզում ես խաղցրու, ինչքան ուզում ես զբաղեցրու, ամբողջ օրը կակա առնենք տանք ուտեն, մառոժնի չգիտեմ ինչ, միևնույնն է, նրանք չեն գալու ասում։ Ես փորձ ունեմ։ Ուզում եք ձեռների մեջ ձվածեղ անենք, կերակրենք, միևնույնն է չեն գալու։ Բայց եթե աղոթենք, խնդրենք, Տիրոջը խնդրենք, Տեր, բանալին քո մոտ ամեն մեկի սրտի։ Խնդրում ենք օգնի մեր պատանիները։ Այդ ժամանակ իրանցից ով որ ընտրված է, Դանիելի պես կորոշի եւ կգա Տիրոջը։ Եվ Դանիելը որոշեց, դարձավ։ Մինչև խորը ծերություն տեսնում ենք Դանիելի հետ էր Աստված։ Անկամ առյուծների գուբի մեջ Աստված Դանիելի հետ էր։ Նեղությունների մեջ Աստված նրա հետ էր։ Ես հավատում եմ, որ դու եթե լինես նվիրյալ եւ հաստատուն մարդ, Տերը քեզ հետ է լինելու ամեն քո նեղության մեջ։ Պատկերացնում եք առյուծների բան մեջ մի ամբողջ գիշեր ապրում է մարդը, մի առյուծ չի մոտենում, ամենավտանգավոր տեղը։ Կասես դե հով ջան, երևի առյուծները կուշտ էին, բայց Դանիելին հանեցին գուբից եւ ով որ Դանիելի վրա սարքել էր այդ չարիքը, նրանց իր ընտանիքով գցեցին գուբը, առյուծները ասում է ոսկորախաչ փշրեցին ու կերան։ Սոված էին առյուծները։ Փառք մեր Հիսուսին, ամեն։ Ուրեմն սա նվիրվածության եւ հաստատ հոգեվորության պտուղն է Դանիելի կյանքով։ Նայենք Հեսուի կյանքը, պատանի էր, Մովսեսի կողքից տեղ չէր գնում։ Հետաքրքիր է, կարող է հարցնես, ասես այ Մովսես ջան, բա այդ կարքին թասիբով մարդ չկար կողը տլներ, պատանի էր վերցրեք քեզ օգնական։ Երեխա։
Վերցրել ես կողդ մանա, գալի քեզ օգնական։ Բայց գրված է, որ Հեսուն պատանին Մովսեսի հետ կողքը կանգնած էր։ Անկամ Մովսեսը դուրս էր գալի խորանից, Աստծո ներկայության միջից, Աստծո հետ զրուցելուց։ Մովսեսը եւ Աստված դեմ առ դեմ, երես առ երես են խոսում, ոնց մարդը մարդու հետ։ Եվ Հեսուն կանգնած էր այդտեղ։ Եվ Հեսուն մնում էր իր ծառայության մեջ հավատարիմ։ Անցան տարիներ, Մովսեսը վերցվեց երկրի վրայից, Աստված սկսեց խոսել Հեսուի հետ։ Անցան տարիներ, Հեսուն դառավ 110 տարեկան, հաստատուն քրիստոնյան նվիրյալ, այդքան օրհնություններ բերելով Իսրայելի վրա։ Վերջում իրա գնալուց առաջ նույն խորհուրդն ա տալի, ասում է հանկարծ կռապաշ չդառնաք։ Եկեք ուխտ անենք, ժողովուրդ, ասեց ես եւ իմ տունը միայն մեկա Տիրոջն ենք ծառայելու։ Բայց դուք որոշեցեք դուք ինչ եք անելու։ Ժողովուրդը ասում է մենք էլ ենք որոշում Տիրոջը ծառայենք։ Հեսուն վերցնում է մի հատ մեծ քար, դնում է այդտեղ, ասում է սա այս քարը լսեց մեր խոսակցությունը, այս քարը վկա է։ Ես գնում եմ, բայց այս քարը հիշում է ու վկա է։ Ուրեմն չփխծվեք, որպեսզի փրկվեք եւ օրհնված լինեք։ Եվ Հեսուն էլ է գնում այս աշխարհից։ Նայենք Սամուելի կյանքին, ծնվեց, մեծացավ Աստծո համար, երեխա էր, ոչ հայր գիտեր, ոչ մայր գիտեր, որբի նման Աստծո դռները հեղի քահանայի առաջ մեծանում էր, կարող էր, չէ՞ ասեր, Տեր ջան, ինձ զրկեցիր իմ ծնողական սիրուց, իմ մանկությունից, մեծացավ հաստատուն նվիրյալ տղա, նվիրյալ մարդ, Աստված խոսում էր, ու մինչև կյանքի վերջը, հաստատուն գնաց։ Խորհուրդ կտամ ամեն մեկիդ եւ ինձ նույնպես հաստատուն լինենք, ժողովուրդ, հաստատուն հոգևոր, խելքներս, գլուխներս հոգևոր, որպեսզի մենք նվիրյալ լինենք, որ օրհնված լինենք։ Մենք եթե նայենք Դանիելի ընտանիքին սերունդին, նայենք Հեսուի սերունդին, նայենք Սամուելի սերունդին, իրոք նրանք պաշտպանված են, օրհնված։ Թեև Սամուելի տղաները դատավորներ դարձան, չցանկացան իրանց հորպես շարունակել ծառայությունը։ Հալելույա, փառք Աստծուն։ Ինչ որ բան ստանում ես, քո որոշումների հետ է կապված քո ապահովությունը, քո օրհնությունը, անկախ նրանից ինչքան վտանգավոր է այս աշխարհը։ Դանիելի կյանքը ինչքան վտանգավոր էր, բայց ոտը քարին չառավ։ Այս աշխարհը ինչքան վտանգավոր է, բայց եթե լինես հավատարիմ նվիրյալ, ոտդ քարին չի առնի։ Տերը կպահի քեզ, քո երեխաներին, քո թոռներին։ Վիշտ ու ցավ չես տեսնի։ Տերը հավատարիմ է։ Եկեք ոտքի կանգնենք։ Ամեն։ Հալելույա։ Փառաբանության խումբը կարող է գալ առաջ։ Ժողովուրդ ջան, քո որոշման վրա է հիմա։ Եկեք խնդրենք մեր Աստծուն, դու որոշում արա, Սուրբ Հոգին քեզ կզորացնի։ Ասա Տեր, ես ուզում եմ, այս հովիվը ինչ որ խոսում է, ուզում եմ այդ ձևով ես ապրեմ։ Բայց նեղությունները, դժվարությունները, վարկերը, չգիտեմ, պարտքերը եւ այլ ինչ որ բաները ինձ չեն թողում, որ ես նվիրվեմ, խաղաղվեմ եւ ապրեմ։ Սուրբ Հոգի օգնիր ինձ։ Դուրս ան ինձ այդ նեղությունից։ Ուխտ արա այսօր Աստծո հետ։ Ոնց Հեսուի հետ ուխտ արեց ժողովուրդը, այսօր եկեք աղոթքի մեջ մտնենք, դուք էլ ուխտ արեք Աստծո հետ։ Ուխտ արեք, որ Տեր օգնի ինձ, ես ուզում եմ լինեմ հաստատուն եւ նվիրյալ։ Եվ իմ գործը, իմ կոչումը, ինչի մեջ կանչել ես, խաղաղությամբ եւ ուրախությամբ անեմ։ Ուզում ես, որ ես մաքրեմ աղոթքատունը, փառք ես, ես կմաքրեմ քո անունի ու քո փառքի համար։ Ուզում ես, որ ես նվագեմ, փառք ես կնվագեմ քո անունի ու քո փառքի համար։ Ուզում ես երգեմ, ուզում ես նկարեմ, ուզում ես, չգիտեմ, ես պուլտի վրա լինեմ եւ տարբեր, ուզում ես տնային խմբակ անցկացնեմ։ Ո՞վ է հասկանում։ Ես կանեմ դա նվիրվածությամբ եւ հաստատակամությամբ, որովհետեւ քո հավատքը կերակրվում է քո հաստատակամ վիճակից։ Եթե դու անհաստատ մարդ ես, քո հավատքը չի կերակրվում։ Դրա համար էլ կյանքդ սենց անցնում։ Եղի հաստատուն մարդ, նվիրյալ մարդ, հավատարիմ մարդ, ու կտեսնես, կանցնի մի քանի տարի, կտեսնես դրա պտուղը։
Կասնի 5 տարի, 10 տարի, 15 տարի, կտեսնես քո հաստատակամության հետ քո կյանքն էլ հաստատ կլինի, քո երեխեքն էլ, քո թոռներն էլ։ Քո հացն ու ջուրն էլ կլինի։ Կայցելես քո տուն, պակասություն չես գտնի։ Ամեն։ Եկեք աղոթենք։ Փառավոր Հայր, մենք իրականում ընդունում ենք այս խոսքը մեր սրտերի մեջ, մենք նորովի որոշում ենք կայացնում նվիրվել քեզ, սիրել քեզ, առաջի պատվիրանքը Տեր լինի մեր Տեր Աստծուն սիրել մեր ամբողջ սրտով, հոգով, էությունով եւ երբեք առաջինը չիջեցնենք երկրորդը։ Օրհնյալ Տեր, օծի քո ժողովուրդը, ինչպես Հեսուն հազարամյակներ առաջ ժողովրդի հետ ուխտ արեց, մենք էլ այսօր նորից գիտակցաբար քեզ հետ քո առաջ ուխտ ենք անում, որ նվիրված լինենք քեզ քո եկեղեցում եւ հաստատուն մարդ լինենք, Տեր, որպեսզի ոչ մի նեղություններ եւ դժվարություններ, ոչ մի վախեր, ոչ մի առհավիրքներ մեզ չսառեցնի եւ չհեռացնի, ոչ մի ատելություններ, որ քո անունի համար մեզ ատեն, դա մեզ չսառեցնի, Տեր, այլ ամեն ժամանակ քեզ սիրելով նվիրվում ենք քեզ, որոշում ենք նվիրվել քեզ եւ հաստատուն լինել մինչեւ մեր կյանքի վերջը, ինչպես Հեսուն, ինչպես Դանիելը, ինչպես Սամուելը, ինչպես շատ առաքյալները, բացի Հուդայից։ Տեր ջան, մենք էլ ենք որոշում նվիրվել քեզ եւ մեր կյանքը քեզ է պատկանում։ Խնդրում ենք Սուրբ Հոգի, դա մեր որոշումն է, դա մեր կամքն է, եւ մենք խնդրում ենք Սուրբ Հոգի, որ դու մեզ օգնես, որ մենք չսառենք կարդալու կամ աղոթքի կամ ծառայության մեջ, ոչ մի բանի մեջ, Տեր, այլ մենք իրոք եւ կարդանք, եւ մենք աղոթքի կյանք ունենանք, եւ մենք այդ մեր կարդացածը ապրենք եւ կատարենք, Տեր, Հիսուսի զորավոր անով օրհնի քո ժողովուրդը, լցրու նրանց կարիքները քո հարստության չափով, ամեն դիվային կապանքներ ես քանդում եմ Աստծո ժողովրդի վրայից, եկեղեցու ամեն անդամի կյանքից ամեն սատանայական կապանքներ թող խափանվեն հենց հիմա, ամեն դևեր ես ձեզ հրամայում եմ Հիսուսի անով բաց թողեք Աստծո ժողովուրդը, հեռացեք նրանց կյանքից, որ նրանք միանան իրանց ասում պաշտելու, նվիրվածությամբ եւ հաստատակամությամբ, օրհնյալ Տեր, մենք հավատում ենք, որ դու մեզ հետ ես եւ մեզ օգնում ես, եւ մենք շատ ընտանիքներ եւ շատ ժողովուրդ ենք շահելու երկնքի արքայության համար, Հիսուսի զորավոր անունով, ամեն, փառք Տիրոջը, Տերը օրհնի ձեզ։